Այսօր զրուցում ենք դեմոկրատական այլընտրանք կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցի հետ։ Շնորհակալություն, որ մեր հյուրն եք։ Սիրով։ Պարոն Սուրենյանց, վաղ առավոտից դեռ լույսը կարելի ասել չբացված, ԱԱԾ-ն եւ քննչական մարմինները հատուկ գործողություն են իրականացնում Գագիկ Ծառուկյանի տանը, խոզարկություններ են իրականացվում։ Մինչև այս պահը մեր հաղորդման նկարահանման պահն էլ այդ խոզարկությունները շարունակվում են, որոշներում ավարտվել է, համակարգիչներ են արգրավել, կապարակնքել են եւ այլն եւ այլն։ Ինչու հենց հիմա հատուկ մարմինները գործողություն սկսեցին Ծառուկյանի տանը եւ օբյեկտներում։ Կասկածից վեր է, որ սա մեկ մարդու ռանգով է արում, այդ մեկ մարդը երկրի փաստացի ղեկավարն է։ Կասկածից վեր է, որ գործ ունենք տոտալ ռեպրեսիվ գործողության հետ, ինչպես նշեցիք, աշխարհագրությունը եւ խորքը շատ մեծ է տեղի ունեցածի շարունակվող process-ի։ Ինչու հիմա ընտրական գործընթացը ֆորմալ առումով վերջացել է եւ Նիկոլ Փաշինյանը որոշել է, որ իր ձեռքերը ավելի անկաշկանդ կարող է շարժել, այսինքն կաշկանդող զսպող ֆորմալիստական էլ բան չկա, իսկ Բարգավաճ Հայաստանի նկատմամբ քինախնդրությունը պատճառաբանություն էլ ունի։ Ի սկզբանե հայտարարվել էր մինչև ընտրությունները։ Այո, անուսավորել էր, բայց Բարգավաճ Հայաստանի ու Ծառուկյանի հանդեպ հատուկ քինախնդրություն ունեն, որտեղ մենք կամա թե ակամա դարձանք մեր ընտրացուցակը այն լակմուսի թուղթը, որ բացահայտեց ընտրությունների ամենամեծ կեղծարարությունը կամ այլանդակությունը։ Նաև ես սա կապում եմ այս պահին իր Ռուսաստան այցի հետ։ Ինչպես։ Տեսեք, ինքը խաղադրույքները բարձրացնում է, փորձում է, դա արկածախնդրություն է իհարկե, ի վերջո դրա համար երկիրը շատ թանկ է վճարելու, բայց ինքը փորձում է անդիմությանը պրեսինգի ենթարկելով եւ չեզոքացնելով ռուսներին ցույց տա, որ միակ մարդում հետ կարող եք բանակցել Հայաստանում, ուզեք թե չուզեք, այդ ես եմ։ Ընդհանրապես ստավկեքը ժողովրդական լեզվով ասած բարձրացնում են ուժեղ խաղացողները, որոնք մանևրելու հնարավորություն ունեն։ Տվյալ դեպքում հաշվի առնելով Փաշինյանի արկածախնդրությունը, այս ստավկա բարձրացնելու համար, ինչպես ժողովրդական խոսքն ասում, շատ թանկ գին է վճարելու երկիրը, բայց այնուամենայնիվ իր մարտահրավերությունը շատ պարզ է։ Դե ինքը չէր կարող չհասկանար, որ Ռուսաստան է գնում մյուս ձեռքով, այսինքն մի տրամաբանության մեջ դիտարկենք, հա, ընտրությունների ավարտ, որ վիճակը վերահսկում եմ եւ խաղադրույքների բարձրացումը Ռուսաստան մեկնելուց առաջ։ Տեսեք, այն, որ Փաշինյանը ավելի վաղ էր հայտարարել այս գործողությունների նախագծի մասին, անոնսը ինչպես դուք ասացիք, բոլորս գիտեինք, բայց ինչու հենց հիմա եւ ինչու հենց Ծառուկյանից ամբողջ այդ գործընթացը սկսվեց։ Ես ասում եմ հիմա, որովհետեւ Ծառուկյանը եւ ԲՀԿ-ն այն ինդիկատորը դարձան, որոնք բացահայտեցին ընտրությունների բնույթը, արդարադատության չգոյությունը, չգոյությունը, իշխանության ոչ լեգիտիմ լինելը, ընտրությունների ոչ լեգիտիմ լինելը եւ բացի այդ շատ զնակվի ֆիգուր են տրվել, ազդեցիկ գործիչ, որին թիրախավորելով Փաշինյանն ուզում է ցույց տալ, ինչ է սպասում ցանկացած մեկին, որը այլընտրանքային խոսք ունենա, իշխանությունից տարբերվող դիրքորոշում կունենա։ Եվ ժամանակը այսպես էր, գիտեք, ընտրական ցիկլը հենց պաշտոնապես ավարտվեր, ցանկացած պահի կարելի էր նման բան սպասել։ Եվ այնպես էլ չի, որ Ծառուկյանով սահմանափակվելու է սա։ Ակնհայտորեն ինքը այս անգամ բավականին անկեղծորեն, թե նախընտրական փուլում, թե հետընտրական փուլում ավելի հստակ շեշտադրումներով շատ պարզ ասել է, չէ՞ որ 3 լիդերները պետք է հայտնում են բանտում, որ գուլակաթափ եմ անելու, ունեզրկելու եմ եւ այլն։ Իսկ մենք գործ ունենք ավտորիտարիզմի կայունացման հետ, սա շատ վատ բան եմ ասում, չնայած կայունացում բառով, այսինքն եթե մինչև հունիսի 7-ը մենք ունենք հիբրիդային ավտորիտարիզմ, որը զուգակցում էր թեկուզ ձևական առումով դեմոկրատիայի ինչ-որ ատրիբուտների հետ։ Հիմա քանի որ իշխանությունը լեգիտիմ չի եւ միայն ռեպրեսիվ մեքենայի օգնությամբ կարող է ապահովել իր գոյությունը, մենք գործ ենք ունենալու կայուն ավտորիտարիզմի հետ,
որտեղ արդեն ձևական դեմոկրատիայի նույնիսկ ձևական բաղադրիչներից աշճանաբար ձերբազատվելու է Նիկոլ Փաշինյանը, նա փորձելու է դիմադրության բոլոր կենտրոնները փշրել։ Ինչ է կարծում, ինչ են փնտրում ԱԱԾ-ն եւ քննչականը Գագիկ Ծառուկյանի տանը եւ մինչեւ այս պահը, մեր նկարահանման պահը, նաեւ հայտնի է, որ Գագիկ Ծառուկյանին որևէ մեղադրանք չի առաջադրվել։ Ակնհայտորեն ուժի գրեհիկ ցուցադրության, տոտալ ցուցադրությունը այս չի կարող չավարտվել, չի կարող ավարտվել առանց մեղադրանքների Աստված մի արասը նույնիսկ կալանքի, որովհետև հակառակ պարագայում հասկանալի չի լինի 70-ից ավելի հասցեների այս տոտալ խուզարկությունը։ Մեղադրանքի մասին ինչ-որ արտահոսքեր լրատվամիջոցներն են ասում։ Հա, բայց գիտեք, ես նույնիսկ իմ մտածողության, իմ ինտելեկտի բռնաբարություն կհամարեմ հիմա լուրջ տոնով մեղադրանքների մասին խոսելը, որտեղ ավտորիտար համակարգերում կարևորը թիրախն է, մի բան կգտնեն տարբերակով։ Այդ խուզարկությունը, որ ասում եք ինչ են ցած տևականանում, տրամաբանորեն, եթե ինչ-որ մեղադրանք կա, կոնկրետ բան չէ, պիտի փնտրեն, բայց այս տևականությունը, աշխարհագրության նման օնլայնը խոսում է այն մասին, որ իրանք լուրջ հիմքեր էլ չունեն, ինչ-որ բան գտնելու մոլուսկով են տառապում, դրա համար շատ տենց մեծ ծավալ են վերցրել։ Այստեղ ավելի շատ մտահոգիչ է ոչ թե տևականությունը, այլ ինչպես դուք եք ասում, աշխարհագրությունը։ Իհարկե, սեփականության իրավունքի նկատմամբ ոտնձգությունա, նույնիսկ քաղաքական բաղադրիչներ, եթե մի կողմ դնենք, կամ դրանից դուրս նաև սեփականության իրավունքի նկատմամբ ոտնձգություն կա։ Հետո այս մարդկանց սոցիալական խնդիրներն ու այս աշխատանքային պարապորտի հետևանքներով ավերացնելու դա էլ պարզ չի, որովհետև գիտեք, ընդհանրապես, երբ որ դեմոկրատական երկրներում որևէ մեկին թիրախավորում են, կլինի քաղաքական գործիչ կամ բիզնեսմեն, աշխատում են այնպես անել, որ այդ տվյալ կուսակցությունը չթիրախավորվի կամ բիզնեսմենի պարագայում ենթակառուցվածքները չթիրախավորվի։ Այստեղ ճիշտ հակառակ տրամաբանությունն է գործում։ Այստեղ գործում է մաքսիմում պարոն Ծառուկյանին պատկանող տնտեսական ամբողջ ենթակառուցվածքը կոդրելու, նրա քաղաքական թիմին մաքսիմում հետապնդման ռեժիմում դնելու։ Չեք կարծում, որ ռեզոնանսն էլ մեծ է լինելու, որովհետև եթե դիտարկենք արդեն օբյեկտ առ օբյեկտ, մասնավորապես ՀԱՕԿ-ի դեպքում կամ Օլիմպիավանում նույնիսկ մարզիկներին են դուրս հրավիրել։ Միջազգային սկանդալ նույնիսկ կամ հյուրանոցից միջազգային սկանդալ կարող է լինել, որովհետև միջազգային մրցումներին եկած օտարերկրյա մարզիկը կամ հյուրանոցում հանգստացող զբոսաշրջիկը ինչ մեղք ունեն ի վերջո քո երկրի ներսում կատարվող ինչ-որ պրոցեսների թիրախը դառնալու համար, հա, բայց մենք այդ խայտառակությանն էլ ենք այսօր ականատես եղել, երբ որ մարդկանց ուղղակի դիվադաթար էին անում, ասում են մարդկանց, որ գուցե առաջի անգամ են Հայաստանում, իմիջային վնաս է երկրի կրելու, ներդրումային վնաս է կրելու, սոցիալական լարվածություն է մեծանալու, քաղաքական բևեռացումն է հասնելու կատաստրոֆիկ չափերի, բայց սա այս իշխանության ոչնա, ցավոք սրտի, եթե 8 տարին դիտարկում ենք, ավելի ուժգին կամ ավելի թույլ, ավելի սաստիկ ռետորաբանությամբ կամ ավելի քողարկված ռետորաբանությամբ 8 տարի շարունակ մենք սա ենք տեսնում։ Հիմա մտել ենք մի հատ նոր փուլ, որտեղ Նիկոլ Փաշինյանը բացահայտորեն քրեորեն հետապնդելի է համարում ընդդիմադիր լինելու։ Կասկած չկա, չէ, որ եթե պարոն Ծառուկյանը քաղաքական հայտ չներկայացներ, նա շատ իշխանավորների կողմից համարվելու էր խոշոր հարկատու, լավ գործարար, նույնիսկ ոմանք բարեգործ կանվանեին նրան, կասկածից վեր, այսինքն այս ամեն ինչը պետք է ժամանակագրության մեջ նայել։ Ուղղակիորեն կապ ունի պարոն Ծառուկյանի քաղաքական հայտի, ընտրական գործընթացի, հետընտրական ցնցումների, այս ամեն ինչի հետ կապ ունի։ Չլիներ քաղաքական ենթատեքստը, հաստատապես նման բաներ չլինի։ Ընդ որում, երբ որ մենք տեսնում ենք նման զանգվածային խոզարկություն, արդեն սա ինքնին խոսում փաստա քաղաքական հետապնդման։ Որտեվ նույնիսկ ապրիորի պարոն Ծառուկյանի պատկանող բոլոր ձեռնարկությունները չեն կարող, չէ, միաժամանակյա խախտումներ թույլ տալ։ Նման բան չի լինում, ուղղակի բնության մեջ նման բան չի լինում։ Այսինքն, այստեղ
եւ խոզարկությունների ցուցադրականությունը, եւ այդ դիմակավոր իրավապանների արկայությունը, եւ Դրոնները նույնիսկ։ դրոնները, այս տոտալը, որտեղ դա հասարակության ահաբեկելու համար է նաեւ արվում։ Տեսեք, սովորական շարքային մարդը հիմա դիտում է այս կադրերը։ Մտածում եմ, որ եթե նման ազդեցիկ եւ հեղինակություն ունեցող մարդու, ինչպիսին պարոն Ծառուկյանն է, կարող են նման ձևով հետապնդել, ով է այս շարքային մարդը, որ ոչ հնարավորություններ ունի, ոչ ռեսուրսներ, ոչ կապեր, ոչ միջազգային կապեր եւ այլն։ Այսինքն սա հասարակության ահաբեկելու, այս այլանդակ ռեժիմին նորմալացնելու նպատակ ունեցող գործողություն է։ Այս փուլում անդիմությունը անելիք ունի, ինչ եք կարծում։ Գիտեք, ընդդիմության անելիքը հիմա հենց այս փուլում է ու այս ձևի նախադեպերի վրա կոնսոլիդացիա ստեղծելն է, որովհետև մենք ստանդարտ քաղաքական իրավիճակում չենք ապրում, որպեսզի կոնսոլիդացիան կամ համագործակցությունը համախմբում ինչ-որ գրասենյակներում տեղի ունենա, կոմֆորտ միջավայրերում, դա սովորական քաղաքական համակարգերում դա է ընդունված։ Հիմա մենք ապրում ենք մի հատ շրջափուլում, երբ որ իշխանությունը հարվածում է, դու կամ պետք է դիմադրության համակարգ ստեղծես, դիմադրես, մաշեցնելու համար իշխանության ռեպրեսիվ մեքենան, կամ էլ այս հետապնդումները կդառնան քրոնիկ ու շարունակական։ Ես կարծում եմ հենց հիմա Գագիկ Ծառուկյանի առանձնատան բակը կամ այս գործը ընդհանրապես ընդդիմության իրական կոնսոլիդացիայի ամենալավ առիթն է։ Իհարկե, որովհետև հոգենած չի կոնսոլիդացիան։ Ու ես այս հարցում թույլ կտամ ինձ մի դիտարկում անել, ես իմ ընդդիմադիր բոլոր գործընկերներին, թող ինքնակնադաբար նաև խոսքերս ինձ վերաբերվի, կոչ եմ անում պաթոսային, գենացային մակարդակից դուրս գալ, դեռ հասարակության իր խոսքը հստակ ասել է, հասարակության մեծ մասը հստակ ընդդիմության իր պատվերը տվել է, մենք կոնկրետ գործողություններով դիմադրության համակարգ ստեղծենք, հակառակ պարագայում հաշվի արդարի վայր դառնալու, նույնիսկ այն միջավայրը, որի մանդատը մեր որոշ գործընկերներ ստացել են եւ գնալու են խորհրդարան, որտեղ մենք տեսանք, չէ, Երևանի ավականու նիստը Քաղաքապետարանում, այո։ Այո, այդ դա էլ հատուկ բեմականացում էր, որպեսզի Նիկոլ Փաշինյանը մեր ընդդիմադիրներին ցույց տա, ինչպիսի խորհրդարան է ապագայում սպասվում։ Որպեսզի սա տեղի Նման չունենա, դեպքեր միշտ էլ եղել են, բայց այնպես չէ, որ դա բացառիկ էր եւ այդ մեկը շատ յուրահատուկ էր։ ցինիկ էր իր դրսևորումներով, որովհետեւ բացահայտորեն մարդկանց անում էին միջանց խոշտանգելու։ Ուրիշ բանա, որ լեզվակռիվ, քաշքշուկ բան միշտ եղել է, դա պարլամենտում էլ, բայց տեսեք ռետորաբանությունն էլ, տեսեք Ռուբեն Ռուբինյանը ընդդիմության մանդատը վերցնելու փաստին ոնց արձագանքում։ Համարյա բաց տեքստով ասում է, դե եկեք տեսեք, ինչ ծեծենք ձեզ տալու։ Մնում է այդ բառը ուղակի գրի, սա ուղակի քաղաքական բռնության բացահայտ անուսավորում է։ Դեմոկրատիայի նոր դրսևորումներն են։ Ստեղ էլ գալիս ենք մեկ այլ ծաղրի, տեսեք ընդհանրապես 2000-ականների Հայաստանում ընդդիմությունը, հասարակությունը պաշտպանված էին, որտեղ Հայաստանը գտնվում էր արևմտյան ինստիտուտների աչալուրջ խոշորացույցի տակ եւ օրինակ ես քաղաքականավոր եմ այդ թվերին եղել, խիստ պաշտպանված էին զգում, որտեղ միջազգային ուժեղ աջակցություն կար, մեր հանրային ուժեղ համերաշխություն կար։ Հիմա այդ արբիտր կոչվածները աշխարհաքաղաքական շահերից ելնելով ատամներով պաշտպանում են Նիկոլ Փաշինյանին ու նրա բոլոր ապօրինություններն ու այլանդակությունները, սա իհարկե մի քանի անգամ բարդացնում է իմ գործընկերների, մեր հասարակության գործը, որովհետև մի քանի բարիեր հաղթարելու խնդիր ունենք, բայց ի վերջո պիտի այն գիտակցումից ելնենք, որ պետություն ունենալ չունենալու, ժողովրդավարություն ունենալ չունենալու բեռը հենց մեր հասարակության ու մեր վրա է դրված։ Առաջիկայում ինչ եք կարծում, արդեն ակնարկեցիք, բայց ավելի կթեժանա իրավիճակը այլ գործիչների, միգուցե ընդդիմության ներկայացուցիչների նկատմամբ։ Տեսեք, ինքը շատ հստակ 3 կանոն է տվել։ Բացի 3 կանոնից նկատի ունեմ այլ քաղաքական գործիչների նկատմամբ։ Միանշանակ, հիմա բոլորից նկատմամբ ուժեղանալու ակնհայտորեն, որովհետև նախ փորձում են բուրգը փլուզել ընդդիմադիր, հետո անցնելու են արդեն
քաղաքական, լրատվական, ավելի փոքր դիմադրության օջախների չեզոքացմանն ու ոչնչացմանը, ավտորիտարիզմը այդպես ալնում։ Կայուն ավտորիտարիզմը հիբրիդային ավտորիտարիզմից է դրանով է պատճառ։ Հիբրիդային ավտորիտարիզմում կարելի է խոսել, քննադատել, անվերջ նույնիսկ ցույցեր, միտինգներ անել, միայն թե չսպառնաս իշխանության կայունությանը կամ գոյությանը։ Տոտալ ավտորիտարիզմի պայմաններում կներեք արտահայտությանս դեմոկրատական այդ թիթիզություններն էլ նույնիսկ չեն հանդուրժում, հետաբար այլընտրանքային ցանկացած խոսք ասող պոտենցիալ թիրախ է։ Սոցցանցում գրառումներ են անում մարդիկ եւ նշում են, որ սովորաբար նման երևույթներ սովորաբար արվում է նրա համար, որպեսզի շատ ավելի կարևոր մի բանից ուշադրություն շեղեն ժողովրդի ուշադրությունը շեղելու համար։ Ինչ եք կարծում, ինչ կարևոր մի բան պետք է տեղի ունենա, որ նման գործողություններ գրում, բայց մարդիկ գրում են այդ հիբրիդային ավտորիտարիզմների դեպքում։ Այդ դեպքում քանի որ դեմոկրատական ինչ-որ բաներ պահպանված են լինում, մարդկանց ուշադրությունը շեղող կամ հենց այդպես էլ կոչվում է դա շեղող թեմաներ են շրջանառում, աղմկահարույց թեմաներ։ Այո, այս պարագայում, եթե նկատել եք այս ընտրարշավը մյուս Նիկոլ Փաշինյանի երկու մյուս ընտրարշավերից նախորդ տարբերվեց մի շատ կարևոր բանով։ 2018 եւ 2021 թվականների Նիկոլ Փաշինյանը հնարավոր բոլոր ստերը եւ մանիպուլյացիաները ասել է։ Եվ պատահական չի, որ մի ծրագրով ընտրվել է, մեկ տապալել է այդ ծրագիրը տրամագծորեն հակառակն է արվել։ Այս անգամ ինքը որևէ թեմա, նույնիսկ շատ տհաճ թեմա, նույնիսկ շատ նվաստացուցիչ թեմա, նույնիսկ իր միակողմանի զիջումների ճանապարհային քարտեզն է նկարագրել, անկլավ ներսահմանադրություն եւ այլն։ Այսինքն հիմա նա հասարակության ուշադրությունը շեղելու խնդիր չունի։ Նա ունի երկրի ներսում դիմադրության կենտրոնների ճնշելու խնդիր, որպեսզի կարողանա արտաքին պարտներների առջև, թե Ադրբեջանի, թե Արևմուտքի առջև ստանձնած իր պարտավորությունները կատարել։ Շնորհակալություն, որ ժամանակ գտաք մեզ հետ զրուցելու համար։ Մենք զրուցում էինք դեմոկրատական այլընտրանք կուսակցության ղեկավար Սուրեն Սուրենյանցի հետ։ Ցտեսություն։